Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր նոյեմբերի 5 Որովհետև ես չեմ վիճելու հավիտյան և չեմ բարկանալու միշտ նրա համար, որ կնվաղեին իմ առաջին հոգին և ոգիները, որոնք ես ստեղծել եմ։ Եսայի 57-16 խոսք։ Մեր երկնային հայրը ցանկանում է մեզ կերտել, այլ ոչ թե կործանել։ Նրա պայքարը մեր հետ բարի նպատակ ունի։ Նա չի վիճում մեր հետ հավիտյան։ Մեր համբերատարության պակասի պատճառով է, որ կարծում ենք, թե Տերը չափազանց երկար է նախատում։ Նրա ողորմությունը հավերժ է, բայց ոչ նրա զայրույթը։ Գիշերը կարող է երկար և հոգնեցուցիչ լինել, բայց ի վերջո այն պետք է զիջի իր տեղը ուրախ և լուսավոր օրվան։ Ինչպես զայրույթը տևում է ընդամենը մի ակնթարթ, այնպես էլ դրան հանգեցնող բարկությունը տևում է ընդամենը մի կարճ ժամանակ։ Տերը չափազանց շատ է սիրում իր ընտրյալներին, որպեսզի միշտ զայրացած մնա նրանց վրա։ Եթե նա միշտ մեզ հետ վարվեր այնպես, ինչպես երբեմն անում է, մենք կհուսահատվեինք և անհույս կերպով կհասնեինք մահվան դարպասներին։ Քաջացիր, ով սիրտ, Տերը շուտով կավարտի իր նախատինքը, համբերատար եղիր, քանզի Տերը կպահպանի քեզ և կառաջնորդի դրա միջով։ Նա, ով ստեղծել է քեզ, գիտի, թե որքան թույլ ես դու և որքան քիչ կարող ես կրել։ Նա քնքշությամբ է վերաբերվում այն ամենին, ինչ ստեղծել է այդքան նրբորեն։ Ուստի, սիրելիներ, մի վախեցեք ցավոտ ներկայից, քանի որ այն տանում է դեպի երջանիկ ապագա։ Նա, ով նախատում է ձեզ, նաև կբժշկի ձեզ։ Նրա փոքրիկ զայրույթից հետո կգա մեծ ողորմությունը։